Նախ ես ուզում հասկանամ impeachment-ի գործընթացի այսպես կոչված նախաձեռնողները ովքեր էին։ Եթե դա Արթուն եմ, բայց դեռ չեմ վեր կացել, հեսա 5 րոպե էլ պարկեմ, եթե այդ կազմակերպությունն է, թող այդ կազմակերպությունը խոսա, եթե հանրապետականներն են, դեպքում մի քիչ անհասկանալի է, ինչի սկզբից հենց իրանք չէին հանդես գալ։ Գիտեք, հարց են առաջանում։ Մենք impeachment-ի մասին մեր կարծիքը հայտնել էինք դեռևս ամիս ու կես առաջ, որն են մեր պայմանները, մենք չենք շեղվում մեր հայտարարած նպատակից, դա վերահաստատել էր նաև խմբակցության ղեկավարը 2 օր առաջ տարածած իր հայտարարության մեջ, մեր խմբակցության պատգամավորներն են հստակ նշել, դա է իրականությունը, իմ մոտ այն տպավորությունն է, որ նախաձեռնողները կամ նախաձեռնողներին հետո աջակցողների այլ նպատակ ունեն եւ եթե իրանք իրոք շահագրգռված լինեին, որ այդ հարցը մտներ օրակարգ, իրանք առնվազն արդեն աշխատանքներ տարած կլինեին, նրանց հետո առանց քվեների հնարավոր չէ այդ հարցը կարգավորել, այսինքն թվում է թե 8 հոգի արդեն ստորագրել են, 28 հոգին են պակաս հենց ստորագրեն, իրենք վազելով կմտցնեն ազգային ժողով եւ 72 ժամ հետո կունենանք նոր վարչապետ։ Իրենք տպագրել են թուղթ, որտեղ կա 6 ստորագրություն, մենք տպագրել ենք թուղթ, որտեղ կա 28 ստորագրություն եւ հայտարարել ենք, որ այդ 28 ստորագրությունը կան պատրաստ են 36 ստորագրություն պետք է ապահովել։ Պարոն Խաչատրյան, այսինքն ձեր պայմանը ապահովել 2 պայման պատգամավորի։ Դա մեր պայմանը չի, դա օրենսդրության պայմանն է։ Հա, հենց այդ երկուսը լինի, դուք արդեն այդ Նայեք, պայման, նախ կա օրենսդրության պահանջ, դա մեր պահանջը չի, երկրորդը փողոցային պայքարը անհրաժեշտ է, առանց փողոցային պայքարի հնարավոր չի լինի բեկել այն 20 հոգուն կամ ապահովել 54 ձայն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնվի, հասկանում պետք է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնվի, հետո նոր վարչապետ ընտրվի։ Դա անհրաժեշտ եւ բավարար պայման է։ Հիմա 6 հոգի ստորագրել ենք, բայց ուրիշ բլանկ եղել, դա բլանկը թող լինի, տեսնենք այդ 8 հոգին կան, չկան։ Եմ ասում, դեն տպավորություն է փորձում ստեղծել, որ հեսա 8 հոգին արդեն ստորագրել են, այն մնացած 18 հոգին էլ կներեք, էլի на старт вниманию մարշ պատրաստ սպասում են, հեսա մի հատ մարշ բրասոկա լինելու, այդ 28 հոգին ուրիշ թղթի տակ են ստորագրել եւ դրա համար խափանարական գործունեությամբ են սպասում։ Նոր ԿՊ-ի ներկայացուցիչը ասաց, որ ավելի լավ կլինի ընդդիմությունը պատրաստվի առաջիկա ընտրություններին, ԿՊ-ի ներկայացուցիչը թող մտածի ինքը ինչ է ասում, իրանց գործով թող, իրանց գործով զբաղվեն, ընդդիմությունը իր հարցերն իր մեջ կլուծի։ Ուզում ասի, եթե ընդդիմություն ուներ այդքան ներուժ վարչապետին անվստահություն հայտնելու, պետք է գործընթացը ավելի վաղ սկսել։ Այս մի տարվա ընթացքում չեն կարող հասնել դրան, մանավանդ որ ասեց ԿՊ-ին բացառնենք, որ ինչ որ մեկը կմիանա։ Ընդդիմությունը ինչ պետք է անի, ընդդիմությունը ինքը կորոշի։ Բարի խորհուրդները թող պահեն իրենց։ Քանի հոգի կփոխվեն, քանի հոգի կմիանան, գիտեք, առերևույթ շատ ուժեղ կազմակերպություններ, իշխանություններ, կուսակցություններ են մի գիշերվա մեջ փլուզվել։ Եվ որպեսզի այդ փլուզումը ապահովվի, պետք է ուղղակի ճնշում բանեցնել, թող իրենք չկարծեն, որ իրենք անխորտակելի են։ Իսպանացիքել էին կարծում, որ իրանց արմադան անխորտակելի է, բայց տեսանք ինչ եղավ։